Թվեր, փաստեր եւ ֆինանսներ ամփոփում ենք շաբաթը Banks News-ի հետ։ Հայաստանում հեղուկ գազի ճգնաժամ է, եթե մոտ 2 շաբաթ առաջ հեղուկ գազի 1 լիտրի արժեքը 190 դրամ էր, ապա նախորդ շաբաթ այն հասավ 270, առանձին դեպքերում 300 դրամի։ Հիշեցնենք, որ Իրանից եւ Իրաքից գազի մատակարարումները վերջին ամիսներին զգալիորեն բարդացել են եւ Հայաստանը ուղիղ կախվածության մեջ է հայտնվել ռուսական ուղղությունից։ Հայաստանում կսահմանափակվեն առցանց կազինոների գործունեությունը։ Ապրիլի 30-ին ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նոր փոփոխություններին, ըստ որոնց բոլոր առցանց կազինոները պետք է իրենց կայքերում եւ հավելվածներում տեղադրեն ինքնաարգելափակման կոճակ։ Այդ կոճակը սեղմելուց հետո առցանց կազինոյով խաղալն արգելվելու է 5 տարի ժամկետով։ 307,574 դրամ ճիշտ այսքան է կազմել միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում 2026-ի հունվար մարտին։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով 2025-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 2.9% աճ։ Մասնավորապես պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է մոտ 235,000 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում մոտ 336,000 դրամ։ Հիմա զբոսաշրջային թվեր 2026-ի հունվար մարտին Հայաստանը այցելել ավելի քան 450,000 զբոսաշրջիկ, 18.2%-ով ավելին, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում։ Եվ վերջում Հայաստանն ու Ադրբեջանը հնայի համեմատ ամենաբարձր ռազմական ծախսերն ունեցող երկրներից են։ Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի զեկույցով Հայաստանում այս ցուցանիշը կազմել է 6.1, Ադրբեջանում 6.5, Ռուսաստանում 7.5, Իսրայելում 7.8, իսկ Ուկրաինայում 40%։